Օրհնյալինի Տերը սիրելիներ, եկեք սրտանց ասենք փառք ես Տեր։ Մենք պաշտում ենք այն Աստծուն, որ ասեց ես կենդանի եմ։ Ես նա եմ, որ մեռա եւ ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից։ Տերը տենց ասեց հայտնության գրքում։ Անձ, որը ասեց ես մեռա եւ ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից, սիրելիներ։ Ես ուզում եմ, որ մենք այդ անձին նայենք հավատքի աչքերով, նայենք մեր հավատքի առաջնորդին, ինչպես ինքը մտավ մահվան մեջ, սիրելիներ, բայց հարություն արավ հոր փառքով, սիրելիներ։ Ես ուզում ենք նայենք նրան ու հետևենք իրան, ինչու, որովհետև մեր Տերը մահվանը նայելուց երկյուղ չէր ապրում, կորցնելով իր անձը երկյուղ չէր ապրում, բայց մեծ ցավ ապրեց խաչի վրա, երբ որ աղաղակեց ասելու Էլի Էլի լամա սաբակթանի, մեծ ցավ ապրեց, երբ որ իր հոր երեսը չտեսավ խաչի վրա։ Սիրելիներ, ես կուզեմ մենք նմանվենք մեր Փրկչին, մեր Տիրոջը, որպեսզի կյանքը ինչ էլ կդնի մեր ճանապարհի առաջին, ինչպիսի խոչընդոտներ կդնի ճանապարհին մեր հավատքի, սիրելիներ, դու նայես միշտ քո Փրկչին, որ ինքը ոչ մի բանից չէր երկյուղ ունենում, վախ չուներ ոչ մի բանից, սիրելիներ։ Ու ասեց ես մեռա եւ ահա կենդանի եմ, ես մեռա եւ ահա կենդանի եմ հավիտյանս հավիտենից։ Թող սիրելիներ իրեն մոտիկացողները որևիցե բանի առաջ կանգնելով երկյուղ չապրեն։ Տիրոջ հոգին չի ուզում, սիրելիներ, որ որևիցե մեկը երկյուղ ապրի, ինչ որ խնդրի առաջ կանգնելով, հապա նա իր Փրկչին ասի Տեր, դու մտար ելար, ես էլ քեզի նմանվելով, պետք է մտնեմ ու հելնեմ, ինչ խոչընդոտ էլ որ լինի, սիրելիներ, թող Աստված զորացնի մեր սիրտը, որ որևիցե բանի առաջ չթուլանա այդ սիրտը, հերիքա սիրտը թուլացավ, քանան չես կարող մտնես, այդպես է գրված, այդ թուլացած սրտերը անհավատությունով լցված, չմտան այդ սրտերը, սիրելիներ, երկու սիրտ մտավ, թող քո սիրտը չթուլանա քո աչքի տեսածին, ականջի լսածին, հապա քո հոգիդ զորանա քո Փրկչի խոսքերով, որ ասեց ես մեռա, բայց կենդանի եմ, այն էլ հավիտյանս հավիտենից։ Թող մեր Տերը օրհնյալ լինի, թող մեր սիրտը լցվի գոհությամբ կրկին ասելու օրհնյալ լինի քո սուրբ անունը, սիրելիներ, օրհնյալ լինի մեր Փրկչի անունը։ Ես որպես նախաբան սա ասեցի, ես ուզում եմ կարդամ Պետրոսի թղթից, ինչ ասում Պետրոսը, սիրելիներ, առաջի թղթում, երկրորդ գլխում, 4-րդ խոսքում, մոտեցեք անոր, այն կենդանի վեմին, որ թեպետ մարդոցմե անարգված է, բայց Աստուծմե ընտրված ու պատվական է, մոտեցեք անոր, այն կենդանի վեմին, որը մարդոցմե անարգված է, ավետարան ասում է թեպետ Աստծուց է ընտրված, Աստծուց է պատվական, այն Փրկիչը, այն դավանությունը, որ դու ունես քո սրտի մեջ, այն հավատքը, որ քո Փրկչից տրվել է քեզ, մոտեցեք անոր ասում է, որ մարդոցմե անարգված է, այս աշխարհից անարգված է, բայց Աստծուց ընտրված է։ Ավետարան ուզում ասի մի նայի նրան, թե ինչն է մարդկանցից անարգված, դու մոտեցի քո Փրկչին, որը Աստծուց ընտրված ու պատվական է։ Սիրելիներ, թող Տերը մեզի օգնի, որպեսզի Տիրոջը մոտիկանալու ճանապարհի մեջ որևիցե մեկը չնայենք մարդոց կարծիքին, որը ասում է անարգված է մարդկանց կարծիքով, այդ վեմը, այդ Փրկիչը, կենդանի վեմը, սիրելիներ, ասում է, բայց ինքը Աստծուց է ընտրված, Աստծու առաջ է պատվական,
Թող մարդկանց կարծիքները քեզ չխանգարեն, սիրելիներ, Աստծուն մոտիկանալու մեջ։ Նրան մոտիկանալու, որ ասեց մեռա, բայց կենդանի եմ։ Թող մարդոց կարծիքը չխանգարի քեզ, ոչ էլ քո կարծիքով նայ իրան։ Ինչքան էլ անարգված է, բայց ինքը, սիրելիներ, անվախճան կյանքի զորությունն է, ինչպես գրում է գիրքը։ Չի նշանակում, եթե անարգված է, զորություն չունի։ Մի պահ նայենք խաչի վրա, սիրելիներ, որդուն նայենք, խաչի վրա անարգված, մարդոց երեսից ընկած, ինչպես գրում է մարգարեն, արհամարված, չհարգված, էսի ասում է Եսային 53 գլխի մեջ, սիրելիներ, բայց Եսային ասում է, որ ինքը չարչարանքի պտուղին է նայելու իրա։ Գիրքն ասում է, որ ինքը այդ անարգված որդին խաչի վրա, ասում է նայի, խաչի վրա անարգված է, բայց ինձ զորություն ունի։ Ասում է ինքը կարա խաչի վրա փրկի մարդուն։ Լսում եք, սիրելիներ, այն կյանքը, որը կանչել է Տերը մեզի այդ կյանքը ապրելու, այդ կյանքը խաչվել գիտի, բայց այդ անարգված խաչին կանված լինելով, ինքը կարա փրկի մարդուն։ Այդտեն զորություն ունի այդ կյանքը, սիրելիներ։ Այդ կյանքը չի սպառվում։ Այդ կյանքը կարանք մերժենք, անտեսենք, բայց ինքը անվախճան է։ Ինչպես հայրը կենդանի է, ինքը ունի կենդանություն։ Ինքը մարմնով է վերջ տրվում, բայց հոգով հավիտյան կենդանի է։ Թող իր անունը փառավորվի, սիրելիներ։ Ես ուզում եմ, որ իրան մոտիկանալու ճանապարհին որևիցե մեկը, սիրելիներ, այդ կարծիքներին ուշադրություն չդարձնի։ Թե ինչ կասեն մարդիկ քեզ, երբ որ մոտիկանալու ես իրան, թե ինչ կասեն մարդիկ քեզ, այդ մարդկանց կարծիքը դիր մի կողմ, մարդկանց խորհուրդները դիր մի կողմ, մարդկանց խոսքերը դիր մի կողմ, ու նայ տես ինքը ինչ ասում քեզ։ Ես ուզում եմ մի քանի համարներ նայենք, սիրելիներ, Սուրբ գրքից, թե ինչ է սովորացնում Տերը մեզ, ոնց նայենք իրան, ինչպես հավատանք իրան, որպես նախաբան ուզում եմ կարդամ, սիրելիներ, Եբրայեցիս թուղթ 11-րդ գլխից, Եբրայեցիս թուղթ 11-րդ գլխից, սիրելիներ, ինչ ասում Տիրոջ խոսքը, 6 համարն եմ կարդում, 5-6 համարները, հավատքով Ենովք երկրեն փոխադրվեցավ, որպեսի մահ չտեսնե, ու տեղը չէր գտնվեր, վասնզի Աստված փոխադրեց զանիկա, քանզի անոր փոխադրվել են առաջ, վկայվեցավ, թե Աստծո հաճելի էր, բայց առանց հավատքի անհնար է Աստծոն հաճոլալ, վասնզի ան որ Աստծո կմոտենա, պետք է որ հավատա, թե Աստված կա, և թե վարձահատույց կլա անոնց, որ զինքը կփնտրեն, ան որ Աստծո կմոտենա, պետք է որ հավատա, որ Աստված կա։ Պետրոսն ասում էր մոտիկացեք, Պողոսն ասում է, ան որ մոտիկանում է, պետք է հավատա։ Սիրելիներ, Պետրոսը հորդորում է մարդկանց կարծիքի չնայես, բայց Պողոսն ասում է, որ մոտիկանում ես, հավատա նրան։ Բայց մի հատ մարդկանց մտքին անհասկանալի բան կա։ Ինչի է Տերը մեզի ներկայացնում իրան, իրա թագավորությունը, ումը որ մոտիկանում ենք, հետաքրքիր օրինակներով, մի քանի օրինակներ բառացի ասեմ, ինչի է Տերը իրա թագավորությունը, որ իրանից է բխում, իրա հոգուց է, իրա խոսքով է, ինքն է բերել թագավորությունը, համեմատում է թագավորությունը մանանեխի հատիկին, դու մոտիկանում ես իրան, բայց ինչի է Տերը ներկայանում մեզի, սիրելիներ, մանանեխի հատիկով, որը ասելու թե բոլոր սերմերեն ամենապստիկն է, ինչի է Տերը ներկայանում
ու ժողովրդին ներկայացնում ասելու թե այումը, որ դու մոտիկացել ես, ինքը աչքի տեսածով բոլոր սերմերի մեջ, այդ խոսքին, որ մոտիկանում ես, սիրտը տալիս ես բոլոր սերմերի մեջ, ամենապստիկն ասում է։ Մանանեխի հատը բոլոր սերմերից ամենապստիկն է։ Կարելի ասել, բայց ես էլ գիտեի ամենամեծն է։ Ես էլ եկել եմ հույս կապեմ, հավատք ընծայեմ, կյանք կապեմ, ապագա տենամ, ես եկա տեսա սերմերից պստիկն է, Տերը տենց էլ ասում է։ Առաքյալը, այդ արտահայտությունը Սուրբ Հոգով մի ուր ձևակերպում, ասում է Տերը հաճեցա, որ քարոզության հիմարությունով ապրեցնի հավատացյալներին։ Այնքան պստիկ է, այնքան աննշան է, ինքը մարդոց կարծիքին, մարդոց աչքին չի երևում։ Քարոզչության հիմարությունով, անգամ մարդիկ հիմարություն են համարում դա։ Ինչպես կարելի է կյանքը կապել այդ փոքր սերմի հետ։ Ինչպես կարելի է ապագա կապել այդ փոքր սերմի հետ։ Բայց ես էլ գիտեի հավատքի գալոս հենց էր։ Տերը ներկայացնում է իմ դուռը ինչ է ժողովուրդ։ Դու գալիս ես Տիրոջ, ասում է, բայց իմ դուռը նեղ է։ Ասում է, բայց իմ դուռը նեղ է, ինքը կյանքի է տանում։ Իմ դուռը նեղ է։ Կարելի ասել, տեսանելի աչքով շատ փոքր է։ Դու դե մտնելով ինչ կունենաս։ Ինչ կյանքի կհանդիպես։ Ինչպիսին կլինի քո ապագան։ Եկար փոքր դուռ, նեղ դուռ։ Մանանեխի հատիկ։ Ինչի ատերը կապում մի քանի հարցեր Տիրոջը սիրելիներ, մի քանի հարցեր Տիրոջը։ Ինչի ատերը մեզի ներկայանում Գեդեոնի օրինակով 300 հոգու մեջտեղ բերելով մի փոքր այդ պատմության վրա անդրադառնանք սիրելիներ։ Ինչի է Տերը Գեդեոնին ասում հավաքի գնա ամաղեկի դեմ պատերազմելու քեզի հաղթություն կտամ։ Այդ զորությունով գնա ամաղեկը քեզի կհանձնեմ։ Հայտարարություն են անում, Իսրայելը հավաքվում է, զորքը հավաքվում է մոտավորապես, սիրելիներ, 30, եթե չսխալվեմ հիշողության մեջ, 32,000 հոգի զինվոր է հավաքվում։ Թե Տերը ինչի է այդպես ներկայանում մեզի։ Նեղ դռնով ասելով դուռը ես եմ, մանանեխի հատիկով ասելու է թագավորության սերմերը, 32,000-ից սիրելիներ, Տերը հայտարարություն անում Գեդեոնին, քարոզի, ով որ թուլասիրտ է, ով որ վախկոտ է, թող ետ դառնան։ 32,000-ը մաղվում դառնում է, ով քիշի ժողովուրդ, այդ 32,000-ից քանի հոգի է։ 300 հոգի ժողովուրդ։ Հələ հարց տվեք Տիրոջը, Տեր, դու ես այդպես անում։ Լավ չի 32,000-ով պատերազմել, քան 300-ով գնալ։ Լավ չի մեծ սերմի հատիկին հանգել։ Դու ասես մանանեղ։ Ինչա Տերը էս ուղղությունը վերցնում իրա ժողովրդի համար։ Ես մի հատ հարց եմ ուզում տամ։ Դրախտի պարտեզի մեջ տնկված կյանքի ծառը միթե այդքան գրավիչ չէր, որ Ադամ այդպես սկի չտեսավել այդ ծառը, սկի չնկատեցել այդ ծառը, որ մի օր մոտիկանա ու պտուղն ուտի։ Այդքան գրավիչ չէր ժողովուրդ։ Եսային ասում է, անիկակերպարանք ու վայելչություն չուներ, որ անոր նայեինք։ Ոչ ալ այնպիսի տեսքմը,
որ անքե ախորժեինք, Ադամ, կյանքի ծառը տեսքից ախորժելի չի, բայց հավատքով մոտիկացողը, եթե հավատաս, կյանք ապրես, եթե հավատաս, կտրվի քեզի, եթե հավատաս, կհասնես այդ խոստումին, եթե հավատաս, Ադամ, դրախտի պարտեզի մեջ տնկված ծառը այդքան գրավիչ չէր տեսքից, բայց դու իրան պիտի մոտիկանալ, միայն մի բանով, հավատքով։ Մանանեխի հատիկը չի ներշնչում ապագա, բայց դու հավատքով պիտի մոտիկանաս այդ մանանեխի հատիկին։ Առանց հավատքի մանանեխի հատը չի աշխատում։ Տեր ասեց, եթե անգամ, հիշում եք, լեռանը ըսես, մանանեխի հավատի չափ հավատք ունենալով, բայց լեռանը ըսես, սիրելիներ, մանանեխի հատիկը, հոգևոր իմաստով եմ բացադրում, կռիվ կտաս լեռան հետ, որ հաղթի, մանանեխի հատը հլը լեռը նայի, բա մանանեխը նայի, էդի ոնց է լեռանը շարժելու, Տերը ինչի է այս պրինցիպը, այս մտածելակերպը երկնային, այս բանաձևը, այս ուղղության մեջ դրե։ Մի բանով սիրելիներ, որ դու միայն մոտիկանաս իրան հավատքի ճանապարհով։ Ուրիշ ճանապարհ չկա։ Բոլոր ճանապարհները ձախողված են։ Ինչի է Տերը սիրելիներ, օրինակ բերում Դանիելի ժարից պոկված քարի մասին, որը կգա կխփի Նաբուգոդոնոսորի արձանիրի ու կփշրի էտի։ Ինչա Տերը ժարից պոկված քարը բերում օրինակ, ոչ թե ժայռը։ Ինչի քարը Տեր։ Դուք ում հետ եք ապագա ուզում կապեք։ Ինչի է Հովանեսը քարոզում ասում, ահա Աստծո գառը։ Բայց Պողոսը իր թղթերի մեջ գրում է գառի մասին, որ ինքը Հուդայի ցեղի առյուծն է։ Հովանես նայ ուտես ու ասա, որ ինքը առյուծել է։ Բայց դու ես ասում, ահա Աստծո գառը։ Գառի հետ ինչ ապագա կապեմ։ Ստեղով ասում գառի հետ ապագա կապի, սիրելիներ։ Ով կուզի գառի հետ ապագա կապի։ Դուզ մեզ առյուծ լինի, առյուծը զորավոր է, առյուծը թագավորն է, առյուծը հաղթող է, բայց քո Տերը, Աբա Օչը, իր անունը Հովանեսը կանչեց, ասեց, ահա Աստծո գառը, ահա Աստծո գառը, դուզ մեզ առյուծի պես երևաս, թե գառի պես ապրես, դու որն ես ուզում։ Էսի քարոզում էր Հովանես Մկրտիչը, Աստծո գառը։ Ոչ մեկ չի ուզում գառի նմանվի, բայց շատեր ուզում են առյուծը լինեն։ Ռուսական մի հատ արտահայտություն կա, ասում է, не будь львом в доме твоем. Կարող է դուզ մեզ առյուծ ցույց տաս քեզ։ Տեր էդի չուզում։ Տեր էդի չուզում։ Բայց ով կկապի ապագա, կյանք, գառան հետ, ով կուզի կապի։ Հովանեսի քարոզից երկու աշակերտ կյանքը կապեցին գառի հետ։ Երկու աշակերտ կյանքը կապեցին գառան հետ։ Դու հավատքը ոնց ես տենում։ Լիք օրինակներ կան, բայց հավատքի ուղղությունը մեզի ցուցատալի մի ճանապարհ, որ թե գառը, թե մանանեխի հատը, սիրելիներ, թե ժառից պոկված քարը, թե Գեդեոնի 300 հոգին, որ աչքի տեսածով ոչ մի ապագա չեն էլ ներշնչում ու չեն էլ խոստանում,
Բայց էսի ավետարանն առաջարկում։ Սա է հավատքի պրինցիպը, որ դու կարաս միայն մոտիկանաս իրան հավատքի ճանապարհով։ Այն էլ հավատքի ճանապարհով կյանքը տալու իմաստով։ Եթե չհավատացիր, դու կյանքը չես կապի գառի հետ։ Դու չես ելնի գառը իրա։ Քեզի դուր կգա առյուծ ելնել, դուր կգա ժայռի պես երևալ, գագաթը տերևա, դու չես սիրի ծածկվել, դու չես սիրի մորթվել դիմացինին կյանք տալու համար, դու չես սիրի, բոլորը տարեք իմ համար, այսքան արել եմ, չէ, դու չես սիրի, բայց եթե դու հավատաս, կապրես այդ կյանքը, հավատա ու կապրես, մի սուրբ կյանք փառավոր, հավատա այդ գառանը, սիրելիներ։ Ես ուզում եմ, որ մեզի, սիրելիներ, հավատքի մոտիկանալու ես ճանապարհին, որը Պետրոսն ասեց չնայեք մարդկանց կարծիքին, բայց մոտիկացեք հավատալով իրան, սիրելիներ։ Ես կուզենամ, որ մենք աղոթքի ժամանակ մի հատ բան օգտագործենք, մի հատ բան, ոչ մեր զգացմունքները, ոչ մեր բարի գործերը, կանգնելու ենք Տիրոջ առաջ հիմա, չհիշես այդ ամենը, Տերը դրան ընդհանրապես չի էլ նայելու, չնայես քո զոհին, նայիր զոհին, լսում եք սիրելիներ, չնայես քո բոլոր արածներին, Տերը դրան չի էլ նայում, թող էդի ինքը հիշի, բայց դու մի հիշի քո արածները, դու կայնի իր առաջ իր զոհով, գառան զոհով, այդ արյունով, ու հավատ կապի այդ մանանեխի սերմի հետ, իրա հետ կապի, ինքը բոլորից փոքրն է, թող Տերը մեզի օրհնի սիրելիներ, կանգնենք ոտքի, հավատ կապենք գառան հետ սիրելիներ, հավատք են կապում մանանեխի հատիկի հետ, հավատքով, ինչքան լեռներ կա սիրելիներ, կամ ինչքան արձաններ կա, որը մեր կյանքի մեջ կանգնած են, այդ լեռներն է չեն էլ ուզում շարժվեն, Տիրոջ խոսքն ասել է, մանանեխի հատը, այդ լեռանը կարա ասի, են էլ անդունդը կգնա, մանանեխի հատիկը, ինչ որ անում ես Աստծո խոսքով արա, հավատքի միջոցով, ամեն, աղոթենք Տիրոջը,